ուրախ ենք ձեզ տեսնել այստեղ։ Ինչպես գիտեք, մարտի 29-ի հանրահավաքից հետո որոշել ենք մեր պայքարը այս ձևաչափով շարունակել։ Ուրեմն որպես ինֆորմացիա տեղեկացնենք ձեզ, որ 3 անգամ հանդիպել ենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, բարձրաձայնել ենք այն բոլոր խնդիրները, որոնք որ առկա են, որոնց որ արցախցիները բախվում են։ Ցավոք սրտի որոշումը չի փոխվել այն հրատապ հարցերի շուրջ, որոնց մենք մեր դիտարկումներն ենք հիմնավոր ներկայացրել։ Այժմ մինչև ամսի 15-ը ունենալու ենք հանրային լայն քննարկումներ, ինչպես արցախյան, այնպես էլ հայաստանյան քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, փորձելու ենք համախմբել մեր օրակարգի շուրջ, որից հետո հայտարարելու ենք հանրահավաքի օրվա մասին, կարծում եմ առողջ քննարկում կունենանք, կլսենք ձեր առաջարկները, կքննարկենք այն ճանապարհային քարտեզը, որով որ պետք է միասին անցնենք։ Ցավոք սրտի, լինելով մեր հայրենիքում, այսօր պետք է խոսենք արցախցիների իրավունքների պաշտպանության մասին։ Սա իհարկե անընդունելի է։ Պահանջագրի այն 11 կետերը, ինչպես գիտեք, կառավարության կողմից քննարկման առարկա չեն եղել։ Մեզ համար շատ կարևոր է խոսել արցախցիների հավաքական վերադարձի մասին, չխոսել գերիների մասին անթույլատրելի է։ Ինչպես տեսնում եք, վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է Հայաստանի իշխանությունների ձեռքերով լուծարել Միսկի խումբը, սա ևս մտահոգիչ է մեզ բոլորիս համար։ Այս մասով կուզենք ձեր կարծիքը ևս լսել, որից հետո մեր հարգելի լրագրողներին կխնդրենք քննարկումները առանց տեսախցիկների։ Հայրենիքում բացան ղեկավար Գևորգ Մացականյան։ Շնորհակալություն հրավերի համար։ Սկզբի օրվանից մինչև հիմա այդ ասեմ մեր, որտեղ այդ ամեն ինչը մեր ընդհանուրինն է, այդ շարժման մեջ ենք, ամբողջովին աջակցում ենք ձեզ, մեզ, պատրաստ ենք անկեղծ եւ դրական քննարկումների, ինչ ձևաչափով առաջարկեք, պատրաստ ենք։ Իսկ ներողություն Սամվել Բաբայանը ինչի՞ չէ։ Զբաղվածության հարց կար, մենք լիազորված ենք իր անունից։ Իսկ ավելի կարևոր, քան այս բային։ Ոչ։ Հարցի համար որտեղ ներկայացնում Մենք ենք ներկայացել այստեղ հարկ համարելու ան կարծում եմ ընդհանրապես չկա, մարտի 29-ին պարոն Բաբայանը ներկա էր եւ շարունակում է ամեն ինչում ներկա գտնվել։ Այս պահին այս տեսքով։ Կպատասխանեմ, խնդրում եմ ընթացքում որ լրագրողներ պետք է խնդրեմ ձեզ սահմանափակենք այսքանով քննարկում առանց տեսախցիկների, որից հետո ձեր դիրքորոշումը առիթ կունենաք լրագրողներին ներկայացնել։ միգուցե համատեղ։ Համատեղ Հարգելի լրագրողներ, հարցը պետք պարոն Բաբայանի ներկա գտնվելու մասին, թվում է բոլորս ծանոթ եք նրա տված հարցազրույցներին եւ այն տեսակետները, որը արտահայտել է, ամբողջովին գտնվում է այս տրամաբանության մեջ, իսկ հարկ համարել չհամարելը ես ինչ որտեղ տեղին չեմ համարում, քանի որ այս նույն տրամաբանության մեջ կատարվում են աշխատանքներ, հանդիպումներ եւ հանդիպման վերջում ավելի կոնկրետ մեր կողմից հանդիպման արդյունքների մասին կասվի։ Շնորհակալություն բոլորին։